Բարի գալուստ ուր գնալ։ Այսօր մենք Կոտայքի մարզում ենք ու միասին բացահայտելու ենք մի քանի յուրահատուկ վայրեր, որոնք հանգստի, էքստրիմի ու իսկական հաճույքի մասին են։ Այսօր մենք չենք գնալու ստանդարտ ուղղություններով։ Ես առանձնացրել եմ մի քանի վայրեր, որոնք ինձ տպավորել են իրենց էմոցիաներով, էներգիայով եւ իհարկե տրամադրությամբ։ Այսօր մենք բարձրանալու ենք լեռներ, հայտնվելու ենք անսպասելի արկածների մեջ, համտեսելու ենք համեղ ուտեստներ եւ մի պակ կտրվենք առօրյա աղմուկից։ Պատրաստ եղեք, որովհետեւ այսօր Կոտայքը բացվելու է այլ տեսանկյունից։ Գնացինք։ Մենք շարունակում ենք մեր եթերը եւ առաջիկա 5 րոպեն չի լինելու հանգստի կամ լռության մասին։ Մենք եկել ենք իրական ադրենալինի, խելագար էմոցիաների հետևից։ Մի խոսքով մենք Garni Adventure Park-ում ենք։ Արագության ու էքստրիմի սիրահարները հաստատ կգնահատեն այս վայրը։ Իսկ ուղղությունները Garni Adventure Park-ում մի քանիսն են՝ դեպի Աժդահակ լեռ, Ազատազեն հրաձգարան, Ազատի ջրամբար, Աժդահակ լեռ եւ աղվեսների սար։ Ինչևէ, գնանք խելագար էմոցիաների հետևից ձեզ խոստանում ենք անհավանական դրայվ եւ էքստրիմ։ Գործունեությունը սկսել ենք 2 տարի առաջ, միտքը եկավ, քանի որ Հայաստանում լիքը փնտրեցինք, չգտանք ակտիվ հանգստի տենց շատ միջավայրեր, որ լինի քաղաքին մոտիկ։ Նմանատիպ միտքը առաջացավ, որոշեցինք փորձեցինք ու ստացվեց։ Ունենք տարբեր ուղղություններ, 6 ուղղություն ունենք տուրերը, 1 ժամից մինչև 8 ժամանոց տուրեր ունենք։ Տուրեր ունենք հրաձգարան, տուրեր ունենք Ազատի ջրամբար, տուրեր ունենք Կարելի սիմֆոնիա։ Այդ ամբողջը անցնում է արտաճանապարհային պայմաններում, պաշտպանիչ հագուստը ստանալուց հետո մոտենում են test drive-ի զոնա, անցնում են test drive-ը անցնելուց հետո արդեն աշխատակիցները որոշում են, արդյոք կկարողանա մեր հյուրը ընտրած ճանապարհով ուղեկցել, թե ոչ։ Եթե ոչ, առաջարկում ենք ուրիշ տարբեր տեխնիկաներ, տեխնիկա շատ ունենք, տարբեր ձևի, տարբեր չափսի, տարբեր ոճի։ Հիմա դուք կտեսնեք, թե ինչպես է փորձարկում մեր ընկերը, որը առաջի անգամ է նստեղ եկին կվադրացիկլի։ Մի հատ փոքրիկ test drive կա, անցնեմ ու սկսենք մեր խելահեղ ճանապարհորդությունը։ Ինչպես եւ խոստացել էի, գժական էմոցիաներ, խելագար արկածներ, մի խոսքով հիշեք անունը՝ Garni Adventure Park։ Եկեք եւ դուք էլ մասնակից եղեք այս գեղեցիկ, հրաշալի ու աննկարագրելի էքստրիմին։
Մենք ուղղությունը բռնել ենք դեպի Գարդի, իսկ բոլորս գիտենք, որ Գարդին հարուստ է իր պատմական ու տեսարժան վայրերով, ու հենց Գարդիում է գտնվում Mountains Mirror Guest House-ը, իդեալական վայր բոլոր նրանց համար, ովքեր ուզում են հեշտ հասանելիություն ունենալ Երևանի հետ։ Մի բան կարող եմ հաստատ ասել, որ սա յուրահատուկ դիզայնով հյուրատուն է, որը համատեղում է էսթետիկան, հարմարավետությունը եւ իհարկե խաղաղությունը։ Իսկ արևն այստեղ ուղակի լուսավորություն չէ, այն ուղեկից է, որի շողերը բերում են լռություն, պարզություն ու անխոս խաղաղություն։ Ասեմ, որ Mountains Mirror Guest House-ը ընդունում է 4-ից 6 անձ։ Սա առաջին հարկի սենյակն է, իսկ իմ սենյակը գտնվում է երկրորդ հարկում, որպեսզի լեռների հզորությունը ել ավելի մոտ զգամ։ Mountains Mirror Guest House-ը ուղղակի հյուրատուն չէ, այն լեռների հպարտ հայելին է, որը կրկնվում է այստեղի ապակյա պատերին։ Ու հենց այստեղ ես հասկանում, որ լեռները միայն տեսարան չեն, նրանք քո մշտական ընկերներն են այստեղ, որոնք յուրահատուկ են դարձնում այստեղի ոճն ու բնույթը։ Իսկ Mountains Mirror Guest House-ի բակը առանձին աշխարհ է, լողավազան, ամառային խոհանոց, մանգալ, դե ինչ ես գնամ պատրաստվեմ, որպեսզի օգտվեմ այս հարմարավետություններից, վայելեմ արևն ու այս լեռնային տեսարանը։ Ուր գնալ, դե իհարկե Mountains Mirror Guest House, արևի ու լեռների ուժը մոտիկից զգալու համար։ Հայաստան այնպիսի երկիր է, որ ամեն քայլափոխի կարող ես հանդիպել չբացահայտված հրաշալիքի։ Եթե սա հրաշալիք չէ, ապա ինչ է։ Մենք ուղղություն էինք բռնել դեպի հրաբխային լեռ Գութանասար, որի փեշերին հառել է ահա այս գանձը՝ Սև Պատ անունով։ Երբ առաջին անգամ մարդը գալիս է այստեղ, հայացքը սառում է, ասես հանդիպել է մի հսկայի, որը հազարամյակներ շարունակ մոռացել է շարժվել։ Սև Պատը բնական սիմֆոնիա է, սառած լավայի ժայթքման պատմություն, որին ժամանակը վերածել է քարերի ալիքների։ Նրա գույները խորը սևից մինչև մետաղական մոխրագույն, կարծես այս աշխարհին չպատկանեն։ Ու որ մի պահ նայում ես, կարծես հեթանոսական աստվածների խրախճանքից հին ավերակ լինի։ Սև Պատը լուսանկարիչների ու զբոսաշրջիկների սիրելի վայրերից է ու միանշանակ իմ սիրելի վայրն էլ դարձավ։ Դե ինչ, մի քանի լուսանկար անեմ ու շարունակենք մեր ճանապարհը։
Եվ եկավ մեր հաղորդման ամենահամով մասը, իհարկե իմ ամենասիրելի մասը, մենք եկել ենք Գառնի, եկել ենք Շահումյան 21 հասցե, որտեղ եւ գտնվում է Գաթա ռեստորանը, ընտանեկան բիզնեսի բացառիկ օրինակ, հին ավանդույթների ժամանակակից մատուցում։ Գաթա Հաուսի մթնոլորտն այնպիսին է, որ այստեղ ներս մտնելիս դուք ձեզ չեք զգում որպես հյուր կամ հաճախորդ, այլ զգում եք որպես տան անդամ։ Իսկ գլխավոր առանձնահատկությունը, չնայած որ առանձնահատկությունները շատ են, դա թոնիրն է, որը ամեն օր վառվում է, ու Գաթա Հաուսի կողքով անցնելիս չեք կարող չզգալ գաթայի ու լավաշի անուշահամ բույրերը։ Գաթա Հաուսի բակում կա մի անկյուն, որտեղ եւ գտնվում է թոնիրը, Գաթա Հաուսի բաբախող սիրտը։ Այստեղ թոնիրը պարզապես թոնիր չէ, սա ավանդույթի, հողի, ընտանիքի միասնական սիմվոլն է։ Ամեն հաց, որ դուրս է գալիս այս թոնրից, խոսում է մոռացված հնի մասին։ Ամեն խմորի մեջ զգում ես աշխատասեր ձեռքերի ջերմություն, իսկ ամեն մի պատառ լավաշից զգում ես մայրական հոգատարություն։ Երբ որ ասում եի Գաթա Հաուսում քեզ զգում ես որպես տան անդամ, այլ ոչ թե հյուր կամ հաճախորդ, հենց սրա մասին էր խոսքը։ Թոնրից հենց նոր հանած լավաշ, պանիր, կանաչի, ուրիշ էլ ինչ է պետք երջանիկ լինելու համար։ Անմահական է։ Ասեմ նաև, որ Գաթա Հաուսում անցկացվում են թոնրի մաստեր կլասներ եւ մեր նկարանման պահից սկսած այստեղ մենք տեսանք այլազգի շատ տուրիստների, ինչի համար ես շատ ուրախ եմ, որ այլազգի ներկայացուցիչները գալիս են ու ծանոթանում են հայկական մշակույթի հետ։ Իրոք գովելի է։ Ասել, որ Գաթա Հաուսը նաև ընդունում է տուրիստական խմբերի մինչև 200 անց։ Սա շատ կարևոր հղում է տուրիստական խմբերին, որպեսզի տուրիստներին ուղեկցեք դեպի Գաթա Հաուս։ Մի շատ կարևոր փաստ ևս, Գաթա Հաուսում կա այսպիսի գեղեցիկ սրահ, որն ընդունում է 130-ից մինչև 140 անց։ Դա նշանակում է, որ ձեր ընտանեկան արարողությունները, լինի դա կնունկ, ծնունդ, նշանդրեք, նույնիսկ հարսանեկան արարողություն, կարող եք վստահել Գաթա Հաուսին։ Բոլորս էլ քաջ գիտենք, որ Գառնին ասոցացվում է Գաթայի հետ կամ Գաթան է ասոցացվում Գառնի հետ, բայց Գաթա Հաուսում Գաթան դա հապավում է, հիմնադրի ընտանիքի անդամների անունների առաջին տառերով է բացվում։ Ահա այսպիսի գեղեցիկ զուգադիպություն։
Gata House-ում ամեն մանրուքից սկսած մինչև խոհանոց գերիշխում է հայկականը, հայկականը եւ միմիայն հայկականը։ Խորովածի տեսակներ, տոլմաների զանազան տեսակներ, հայկական այլ ավանդական ուտեստներ։ Իսկ առանց Gata-ի հյուրասիրության այստեղից հեռանալն անհնար է։ Ահա Gata House-ի գեղեցիկ անակնկալը մեր հաղորդմանը ուր գնալ։ Իսկ ես պատասխանեմ Gata House, ոչ թե պարզապես ռեստորան, այլ հյուրասիրության արվեստ։ Մայրավանք գալը պարզապես զբոսանք չէ, այստեղ պետք է գալ հավատով։ Մեր ճանապարհը մեզ բերեց դեպի Մայրավանք։ Ճանապարհը բարդ էր, գրեթե անանցանելի, բայց մենք եկանք, հասանք ամենագնացով։ Իսկ այս բնությունը, որ տեսնում եք, մեզանից սեր, հարգանք ու ուշադրություն է պահանջում։ Ու որ ամենակարևորը, այստեղ պետք է գալ հավատով, ոչ թե իբրև զբոսաշրջիկ, այլ ուխտավոր։ Կոտայքի լեռների մեջ, լռության մեջ կանգնած է Մայրավանքը։ Խոնար ու վե, միաժամանակ պարզ ու անսահման խոր ճերմակում է լեռամփեշին Մայրավանքը, ինչպես մի մոմ, վառված դարերի մթության մեջ։ Հավատքը որպես լույս ապրում է այս պատերի ներսում, իսկ հավատքով տոգորված մարդը այլ աչքերով է նայում բնությանը, կյանքին ու իր սեփական անցյալին ու ապագային։ Մայրավանքը գտնվում է Կոտայքի մարզի Սոլակ գյուղի մոտակայքում, վերագրվում է 7-ից 13-րդ դարերին, իսկ հիմնադրվել է Հովան Մայրավանեցու կողմից։ Մայրավանքը հիմնադրվել է 7-րդ դարում, բայց գլխավոր եկեղեցին, Սուրբ Աստվածածին եկեղեցին հիմնադրվել է 13-րդ դարում։ Հովան Մայրավանեցին այն եզակի քահանաներից է եղել, ով ընդդիմացել է Եզր կաթողիկոսին, ով ուզում էր Հայաստանում ընդունել միակամություն, սակայն այն չի արմատավորվել, որովհետև ընդունվում էր որպես քաղկեդոնականություն։ Իսկ այս աղբյուրի ջուրը տեղացիները համարում են սուրբ ջուր։ Սարերից վերևից է հոսում, իսկ հիմա խնդրում եմ բոլորիդ ուշադրությունը սևեռեք դեպի այս կողմ։ Այս հողը Դադիվանքից 2020 թվականին բերվել է Մայրավանքի տարածք։ Առավել քան վստահ եմ, որ լինելու է հաղորդում ուր գնալ Արցախում։ Չգիտեմ երբ, միգուցե 100 կամ 50-200 տարի հետո, բայց հաստատ լինելու է։ Հիմա մենք Արցախ այցելել չենք կարող, բայց մեր սերունդները հաստատ ունենալու են նմանատիպ հաղորդում Արցախում, քանզի Արցախը միշտ մերն է։ Ուր գնալ? Մայրավանք, ներքին խաղաղության ու Աստծուն շնորհակալ լինելու համար։ Եկել ենք Ձոր աղբյուր, իսկ ավելի կոնկրետ վերև Private House, որտեղ ամեն ինչ լռում է, բացի մեղմիկ քամուց։ Վերև Private House-ը ոչ միայն բարձր է իր տեղանքով ու դիրքով, այլ նաև էներգիայով, մակարդակով ու ճաշակով։
Վերև private house-ը տուն է նրանց համար, ովքեր հոգնել են շքեղությունից, բայց երբեք չեն հրաժարվում նրբագեղությունից։ Պարզ ու նուրբ ինտերիեր, իսկ այս տան առանձնահատկությունն այն է, որ շոգեբաղնիկը գտնվում է հենց տան մեջտեղում, իսկ առջևում պանորամային դռները, պատուհանները բացվում են ու մեր առջևում տաքացվող լողավազանն է։ Վերևում վերջին անգամ եղել էինք Ամանորին ընդառաջ, այստեղ տիրում էր տոնական տրամադրություն, իսկ այժմ ամռանը այստեղ լրիվ այլ մթնոլորտ է։ Մի խոսքով վերևը ինքնին այլ տարածություն է, որտեղ հանգստանում ես ոչ միայն մարմնով, այլ նաև մտքով։ Վերևում մնում եք դուք, իսկ ներքևում քաղաքն ու աղմուկը։ Վերև private house-ը միայն լավ ժամանակ անցկացնելու մասին չէ, այլ վերականգնվելու մասին է։ Վերև private house-ը ընդունում է մինչև 25 անց առօրյա քաոսից կտրվելու, լավ ժամանակ անցկացնելու համար, իսկ գիշերակացով ընդունում է մինչև 4 անց, այնպես որ թող քաղաքը մնա ներքևում, իսկ դուք վերևում։ Ուր գնալ, դե իհարկե Ձորախբյուր, իսկ ավելի կոնկրետ վերև private house, այնտեղ, որտեղ ժամանակը կանգ է առնում։ Մեր հերթական ուղևորությունը մոտեցավ իր ավարտին, ու իսկապես Հայաստանը երկիր է, որ ամեն քայլափոխի կարող եք հանդիպել մշակութային ու բնության հրաշալիքներին կամ պարզապես ուղղակի մարդկային ջերմության։ Շնորհակալություն, որ եղաք մեզ հետ, ու թող ձեզ ճանապարհը տանի Հայաստանի նոր անկյուններ, ու Հայաստանը նորից ու նորից ձեզ համար բացահայտվի այլ դիտանկյուններից։ Հաջողություն, մինչ նոր հանդիպում։